Ուրեմն ոնց հասկանանք Աստված էս մարդուն ուղարկել է մեր կյանք որպես օրհնություն, թե փորձություն։ Իրականում սկզբից գրեթե անհնար է տարբերելը, որովհետև շատ օրհնություններ գալիս են փաթեթավորված լիքը բարդություններով ու շատ փորձություններ գալիս են հենց այն տեսքով, ինչի համար որ աղոթել էինք։ Բայց մի բան կարաս նկատես, արդյոք այդ մարդը քեզ մոտեցնում է Աստծուն, թե հեռացնում իրենից։ Քեզ ավելի լավն է դարձնում հենց տենց ոնց կաս, թե ստիպում է դեմ գնաս քո արժեքներին։ Քո կյանքում ավելի շատ խաղաղություն է բերում, թե մշտական քաոս կռիվների տեսքով։ Արի հարցնելու փոխարեն արդյոք Աստված է իրեն ուղարկել, թե չէ, սկսենք հարցնել այս հարաբերություններում արդյոք ես ավելի եմ նմանվում Քրիստոսին, թե հակառակը։ Որովհետև Աստված քեզ երբեք չի ուզի տալ նենց բան, որը քեզ կհեռացնի իրենից։ Ու երբ հետ ես նայում, մի հետաքրքիր բան ես հասկանում։ Օրհնությունները քեզ կառուցում են, բայց փորձություններն էլ են կառուցում։ Ուղղակի տարբեր ձևերով։ Երկուսն էլ Աստծո ձեռքերում նպատակ ունեն։ Իրեն հանձնիր։